Օվկիանոսը ժամանակավոր փակ է։ Չորեքշաբթի առավոտյան հարավային Կալիֆորնիայում տեղացած առատ անձրևներից հետո իշխանությունները հորդորում են հանրությանը հեռու մնալ Լոս Անջելեսի շրջանի բոլոր լողափերից։ Պատճառը բակտերիաների խիստ բարձր մակարդակի ու ջրի վտանգավոր աղտոտվածությունն է։ Լոս Անջելեսի հանրային առողջապահության դեպարտամենտը նախազգուշացրել է, որ քաղաքի փողոցներից ու լեռներից օվկիանոս են լցվել կեղտաջրեր, քիմիկատներ եւ վտանգավոր աղբ։ Աղտոտված ջուրը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել հատկապես երեխաների, տարեցների եւ թույլ իմունիտետ ունեցողների համար։ Բացի բակտերիաներից, անձրևաջրերը կարող են օվկիանոս հասցնել ծառերի ճյուղեր եւ գերաններ, որոնք կարող են լուրջ վնասվածքների պատճառ դառնալ։ Սահմանված նախազգուշացումը ուժի մեջ կմնա առնվազն մինչև շաբաթվա վերջը, այն կարող է երկարաձգվել, եթե առաջիկայում տեղումները շարունակվեն։ Սովորաբար նմանատիպ սահմանափակումները գործում են անձրևի դադարից հետո 72 ժամվա ընթացքում, մինչև բակտերիաների մակարդակը կհամապատասխանի Կալիֆորնիայի սահմանած խիստ չափանիշների եւ օվկիանոսը կդառնա լիովին անվտանգ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ 6 հոգանոց ընտանիքի հրաշքով փրկությունը Կալիֆորնիայում ալիքի հարվածը շրջել է զբոսանավը։ Ինչու էին Թեքսասում դադարեցվել բոլոր թռիչքները, անհետացած աշխատատեղերն ու տնտեսական գլուխկոտրուկը, ինչ է կատարվում ԱՄՆ-ի շուկայում։ Լոս Անջելեսում շչակներ են տեղադրվում ռեյդերի մասին զգուշացնելու համար, ովքեր են նախաձեռնողները։ Ձիարշավ թե մարտաֆիլմ, Այդահոյի բնակիչները դատի են տվել ուժայիններին մղձավանջային ռեյդի համար։ Դեմոկրատները դեմ են, հարցվածների 83%-ը կողմ, ինչ ճակատագիր է սպասվում Save America օրենքին։ Ով է վճարելու արհեստական բանականության թռիչքային աճի համար, արդյոք կհաջողվի սահմանափակել էլեկտրաէներգիայի գնաճը։ Էթիկայի պրոֆեսորի ոչ էթիկական հնարքը, ինչու են Օհայոյի համալսարանում լրագրողին գետնին տապալել։ Իսկ թողարկման երկրորդ մասում կաշխատի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, ով այսօր պատմելու է առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների մասին, այնպես որ բաց չթողնեք։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրության եւ զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով եւ գրեք, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ քաղաքի ափամերձ գոտում տեղի է ունեցել դրամատիկ միջադեպ, որը քիչ էր մնում ողբերգական ավարտ ունենար ամերիկյան մի ընտանիքի համար։ 6 հոգուց բաղկացած խումբը, որը վայելում էր իր հանգիստը նավի վրա, հանկարծակի հայտնվել է բաց ծովում։ Դեպքը տեղի է ունեցել տեղի հայտնի փարոսի մոտակայքում, երբ հսկա ալիքը անսպասելիորեն հարվածել է նավին։ Նավը վայրկյանների ընթացքում շրջվել է եւ բոլոր ուղևորները նետվել են ջուրը։ Իրավիճակը եղել է ծայրահեղ վտանգավոր, քանի որ ալիքների ուժն ու սառը ջուրը կարող էին ճակատագրական դառնալ։ Բարեբախտաբար ընտանիքին հաջողվել է ողջ մնալ այս սարսափելի փորձությունից հետո։ Տեղում իրականացված փրկարարական աշխատանքների շնորհիվ բոլոր 6 անդամները դուրս են բերվել ջրից եւ տեղափոխվել անվտանգ վայր։ Թեքսասի Էլ Պասո միջազգային օդանավակայանի շրջակայքում երկինքը անսպասելիորեն փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար։ Դաշնային ավիացիոն վարչությունը կարգադրել էր անհապաղ դադարեցնել չվերթները։ Սա հանգեցրեց բազմաթիվ օդանավերի հարկադիր կայանմանը եւ չվացուցակների լուրջ խաթարմանը։ Պարզվում է, պատճառը ԱՄՆ-ի զինվորականների կողմից իրականացվող հատուկ փորձարկումներն էին։ Ֆորտ Բլիս ռազմաբազայի տարածքում փորձարկվել էր նորագույն տեխնոլոգիա ուղղորդված էներգիայի զենք, որը նախատեսված է թշնամական անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար։ Այս էներգետիկ վահանը կենտրոնացված էլեկտրամագնիսական էներգիայի հզոր հարվածի միջոցով կարողանում է վայրկյանների ընթացքում շարքից անել ցանկացած դրոն։ Օդային տարածքը շուտով նորից բացվել է քաղաքացիական ավիացիայի համար։ Պաշտոնյաները հավաստիացնում են, որ նմանատիպ փորձարկումները կենսական նշանակություն ունեն ազգային անվտանգության եւ ժամանակակից հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար, նույնիսկ եթե դրանք ժամանակավոր անհարմարություններ են պատճառում։
ԱՄՆ-ի տնտեսությունը անցյալ տարի գրեթե զրոյական աճ է գրանցել աշխատաշուկայում։ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով 2025-ին ստեղծվել է ընդամենը 181,000 աշխատատեղ։ Համեմատության համար նշենք, որ 2024-ին ստեղծվել էր 1,46 միլիոն աշխատատեղ։ Սա 2020 թվականից ի վեր աշխատուժի համալրման վատթարագույն ցուցանիշն է։ Հակառակ 2025-ի անկմանը 2026-ի մեկնարկը հուսադրող է, հունվարին ավելացել է 130,000 աշխատատեղ, ինչը գերազանցում է փորձագետների սպասումները, իսկ գործազրկության մակարդակը իջել է մինչև 4,3%։ Հունվարյան աճի հիմնական շարժիչը առողջապահության ոլորտն էր, որտեղ ստեղծվել է 137,000 նոր հաստիկ։ Վիճակագրության ճշգրտումները ցույց տվեցին, որ 2025-ի 4 ամսվա ընթացքում շուկան իրականում կրճատվել է։ Սա զգալի հարված է արտադրական ոլորտին, որը Թրամփի տնտեսական օրակարգի առանցքն է։ Չնայած հունվարին գործարանային աշխատատեղերն աճել են 5,000-ով, ներդրողները դեռևս զգուշավոր են եւ մինչեւ հուլիս տոկոսադրույքների նվազեցում չեն ակնկալում։ Թրամփի երբեմնի ամենահուսալի քաղաքական հենարանը ներգաղթի եւ սահմանների անվտանգության օրակարգը լուրջ անկում է ապրում։ Նոր հարցումները ցույց են տալիս, որ նախագահի վարկանիշը այս հարցում հասել է 40%-ի։ Եթե նախկինում ներգաղթի թեման նրա հաղթաթուղթն էր, ապա այսօր այն այլևս չի վայելում նախկին բացարձակ վստահությունը։ Հարցվածների շրջանում խստորեն դեմ արտահայտվողների թիվը թռիչքաձև աճել է 11 կետով։ Հատկապես անկախ ընտրողների շրջանում դժգոհությունն աճել է 15%-ով, հարցվածների 43%-ը ցանկանում է տեսնել լուրջ բարեփոխումներ, իսկ 29%-ը պահանջում է կառույցի լիակատար վերացում։ Միայն 29%-ն է կարծում, որ գործակալությունը պետք է շարունակի աշխատել նախկինի պես։ Դեմոկրատների շրջանում կարծիքները գրեթե հավասարապես բաժանվել են բարեփոխման եւ լուծարման կողմնակիցների միջև, դառնալով կողմնորոշիչ 2026-ի ընտրությունների նախաշեմին։ Այս միտումները մտահոգիչ են վարչակազմի համար, քանի որ ներգաղթի թեման նախագահի ուժեղ կողմն էր 2024-ի քարոզարշավում եւ նրա երկրորդ ժամկետի մեկնարկին։ Լոս Անջելեսի Հայլենդ Փարքի բնակիչներն ու ակտիվիստները նախաձեռնել են տագնապի հատուկ շչակների տեղադրում, զգուշացնելու այսի գործակալների հայտնվելու մասին։ Այս նախագծի նպատակը պարզ է՝ ընտանիքներին անվտանգ վայր տեղափոխելու ժամանակ տալ։ Քանի որ նախաձեռնությունը քաղաքապետարանի կողմից պաշտոնապես հաստատված չէ, կազմակերպիչները համագործակցում են մասնավոր տների ու տեղական բիզնեսների սեփականատերերի հետ։ Նրանք շչակները տեղադրում են բացառապես մասնավոր տարածքներում, խուսափելով քաղաքային թույլտվությունների ստացման բարդ գործընթացներից։ Եթե հնչում է տագնապը, նշանակում է այսը համայնքում է։ Ներկայումս այս նախագիծը ֆինանսավորվում է բացառապես համայնքի նվիրատվությունների միջոցով։ Կազմակերպիչները ոգեշնչվել են Մինեապոլիսի փորձից եւ փորձում են այն տեղայնացնել Կալիֆոռնիայում։ Դաշնային պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել շչակների տեղադրման այս արտասովոր փորձը։ Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ դաշնային եւ տեղական իրավապահներին։ Այդահոյի դիարշավարանում իրականացված սկանդալային ռեյդի պատճառով։ Հոկտեմբերյան այդ գործողության ընթացքում շուրջ 400 մարդ, այդ թվում ԱՄՆ-ի քաղաքացիներ եւ երեխաներ 4 ժամ պահվել են անմարդկային պայմաններում առանց սննդի եւ ջրի։ Հայցում նշվում է, որ իրավապահները կիրառել են զրահամեքենաներ, ուղղաթիռներ ու լուսաձայնային նռնակներ, ընտանեկան տոնը վերածելով պատերազմի դաշտի։ Ներքին անվտանգության դեպարտամենտը պնդում է, որ գործողությունն ուղղված էր անօրինական խաղամոլության դեմ։ FBI-ը հրաժարվել է մեկնաբանություններից, թեև սկզբում հերքում էր երեխաների նկատմամբ կոշտ միջոցների կիրառումը, սակայն ավելի ուշ փոխել էր իր պաշտոնական հայտարարությունը։ Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի քվեարկեց Save America օրենքի օգտին։ Սա ընտրական օրենսդրության լայնածավալ բարեփոխում է, որի ընդունումը ակտիվորեն պահանջում էր Թրամփը։ Փաստաթուղթը արդեն ուղարկվել է Սենատ, օրինագիծը պահանջում է անձամբ ներկայացնել քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ ծննդյան վկայական։ Փաստաթուղթը Սենատում բախվելու է լուրջ խոչընդոտների։ Չնայած հանրապետականները այստեղ ունեն 53 տեղ, որոշ սենատորներ դեմ են դրան։ Հետաքրքիր է, որ հարցումներով ամերիկացիների 83%-ը կողմ է ընտրողների նույնականացմանը։
Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Թրամփի Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը չեղարկելու օգտին։ Սա դարձավ վարչակազմի առևտրային քաղաքականության խորհրդանշական մերժումը, երբ 6 հանրապետականներ միացան դեմոկրատներին եւ բացահայտ դեմ դուրս եկան իրենց կուսակցության առաջնորդի որոշմանը։ Ապստամբների թվում էին Կալիֆոռնիայի, Քոլորադոյի եւ Փենսիլվանիայի ներկայացուցիչները։ Թրամփը կտրուկ է արձագանքել այս քայլին Truth Social հարթակում։ Նա զգուշացրել է, որ ցանկացած հանրապետական, ով դեմ կքվեարկի իր քաղաքականությանը, լուրջ հետևանքներ կկրի ընտրությունների ժամանակ, եւ դա ներառում է նաեւ նախնական ընտրությունները։ Նախագահը մաքսատուրքերը համարում է ներքին արտադրության եւ ազգային անվտանգության խթանման գլխավոր գործիք։ Նա նույնիսկ սպառնացել է 100% մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների համար, եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ։ Օհայոյի պետական համալսարանի պրոֆեսոր Լյուկ Պերեսը ուղարկվել է հարկադիր արձակուրդ անկախ լրագրողի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու համար։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է պատերազմի էթիկան եւ կրոնական ազատությունները ուսումնասիրող դասախոսը հարվածում լրագրողի հեռախոսին եւ նրան գետնին տապալում։ Միջադեպը սկսվել է, երբ լրագրողները փորձել են հարցեր ուղղել բուհի նախկին նախագահին։ Հարցերը վերաբերվել են ուսանողական վարկերին եւ համալսարանի նախկին բժշկի կողմից իրականացված սեռական բռնությունների հին սկանդալին 1990-ականներից։ Լրագրողները պաշտոնական հայտարարություն են ներկայացրել հանրային անվտանգության դեպարտամենտին։ Այս միջադեպը տեղի ունեցել Օհայոյում բուհական ազատությունների շուրջ քաղաքական սուր պայքարի եւ լարվածության ֆոնին, որտեղ մամուլի իրավունքները հաճախ բախվում են ակադեմիական շահերին։ Հանրապետականներն ու դեմոկրատները ներկայացրել են Grid օրենքը, նպատակ ունենալով կանխել տվյալների կենտրոնների պատճառով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը։ Օրենքը պահանջում է, որ նոր կենտրոնները օգտագործեն ինքնավար էներգիայի աղբյուրներ, իսկ գործողների համար սահմանում է 10-ամյա անցումային շրջան։ Թրամփը նույնպես աջակցում է այս գաղափարին Truth Social-ում, պնդելով, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է հոգան իրենց հոգսերը։ Բնակիչները մտահոգված են, որ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կհանգեցնի սակագների աճի։ Օրենսդիրները փորձում են հավասարակշռել տեխնոլոգիական զարգացումներն ու շարքային քաղաքացիների շահերը, ապահովելով էներգետիկ ցանցի առաջնահերթ հասանելիությունը հասարակ օգտատերերի համար։ Ֆլորիդայում իսկական փրկարարական գործողություն է իրականացվել անձրևատար խողովակի մեջ խցանված 410 ֆունտանոց լավանտինին ազատելու համար։ Մելբուրն բիչում աշխատողները սովորական ստուգումներ էին անցկացնում, երբ հանկարծ նկատեցին տաք ջրեր փնտրող եւ թակարդն ընկած ջրային կովին։ Լամատինը տեղափոխվել է SeaWorld Orlando, որտեղ գտնվում է հատուկ բժշկական լողավազաններից մեկում։ Նրան ցուցաբերվում է մասնագիտացված խնամք հետագայում վայրի բնություն վերադարձնելու հեռանկարով։ Լամանտինների պոպուլացիան վերջին տարիներին լուրջ փորձությունների է ենթարկվել Ֆլորիդայի ափերին։ 2021 թվականին արձանագրվել էր ավելի քան 1100 առանձնյակի կորուստ։ Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են տեղադրված մեր սոցցանցերում։ Հարվարդի գիտնականների նոր հետազոտությունը պարզել է, որ սրտի առողջության համար կարևորը ոչ թե ճարպերի կամ ածխաջրերի քանակն է, այլ սննդի որակը։ Շուրջ 200,000 մեծահասակների 30-ամյա դիտարկումները ցույց են տվել, որ առողջ ցածր ածխաջրային սննդակարգը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը 15%-ով, իսկ առողջ ցածր ճարպայինը 13%-ով։ Որակյալ սննդակարգը ներառում է թարմ մրգեր, բանջարեղեններ, ընկուզեղեն եւ հատիկավորներ, նվազեցնելով հավելյալ շաքարի եւ աղի քանակը։ Հետազոտությունը վկայում է, որ եթե մարդիկ որակյալ սնունդը համակցեն մարզումների, չծխելու եւ ճնշման վերահսկման հետ, ապա կարող են սրտի կաթվածի հավանականությունը նվազեցնել մինչեւ 80%։ Ալյասկայում գիտնականները օգտագործում են վսկապ տեսախցիկներ գրիզլի արջերի կյանքը ուսումնասիրելու համար։ Տեսախցիկները թույլ են տալիս տեսնել աշխարհն արջի աչքերով, բացահայտելով նրանց սննդակարգն ու սովորությունները։ Սա բացառիկ հնարավորություն է վայրի բնությունը ներսից դիտելու համար։ Տեսանյութերը ցույց են տալիս, որ արջերը հիմնականում հանգստանում են, բայց նաև վտանգավոր որսորդներ են։ Այս գիտական աշխատանքը բացահայտում է վայրի կենդանիների իրական վարքագիծը ԱՄՆ հեռավոր տարածքներում, օգնելով հասկանալ նրանց ազդեցությունը էկոհամակարգի վրա։
Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, իսկ գալիք օրերի հետաքրքիր միջոցառումների մասին պատմելու է իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Բարև ձեզ։ Օրը հինգշաբթի է եւ Glendale News-ի եթերում պատմելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումների մասին։ Լավ նորություններ կան կատակերգության սիրահարների համար։ Ամանորի նախօրեին մի խումբ գողեր, որոնք պատրաստվում էին կողոպտել առևտրի կենտրոնը, բախվում են անսպասելի խոչընդոտի 11-ամյա Արամին, ով պատահաբար մնացել էր ներսում։ Կատակերգություն, որը անտարբեր չի թողնի ոչ մեկին, մոլորվածը փետրվարի 21-ին եւ 22-ին երեկոյան ժամը 5-ին Glendale-ի Look-Dine-ին սինեմասում։ 17 տարի առաջ տեղի ունեցած անհավանական շփոթմունքի պատճառով երկու նորածինների տեղերով փոխել էին։ Ծնողները անտեղյակ լինելով եղելությանը նրանց խնամել ու մեծացրել են որպես սեփական զավակներ։ Իսկ թե ինչ է ստացվել արդյունքում կարող եք դիտել ինքներդ, թանկարժեք տղաները, հայկական հերթական կատակերգությունը փետրվարի 21-ին եւ 22-ին երեկոյան ժամը 8-ին Glendale-ի Look-Dine-ին սինեմասում։ Սպասված նորություն փոքրիկների համար Շունն ու կատուն Թումանյանի հանրահայտ ստեղծագործության հիման վրա ստեղծված ուրախ եւ սրամիտ տիկնիկայի ներկայացումը անմոռանալի պահեր կպարգևի ոչ միայն փոքրիկներին, այլև նրանց ծնողներին։ Հեքիաթի հերոսները ձեզ են սպասում փետրվարի 21-ին ժամը 1-ին եւ 4-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ի փոքր դահլիճում։ Դուք հնարավորություն ունեք տեսնելու աշխարհի ամենաինքնատիպ խմբերից մեկի կենդանի շոուն, որտեղ միախառնվում են ժամանակակից արվեստը, անիմացիան եւ որակյալ երաժշտությունը։ Գորիլաս բրիտանական աշխարհահռչակ խմբի համերգը կկայանա փետրվարի 22-ին եւ 23-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ Փալադիումում։ Ռոքի սիրահարներին հրավիրում է շվեդական Գոստը։ Համեմատաբար երիտասարդ 2008-ին ստեղծված խումբը արդեն հասցրել է բավական մեծ ճանաչում ձեռք բերել։ Անահայմում նրանց համերգը կկայանա փետրվարի 21-ին երեկոյան ժամը 6-ին Honda Center-ում։ Եվ այսօրվա համար առանձնացված վերջին միջոցառումը՝ ձեռքը տուր թռչենք։ Գրական թատերական երեկո ճանաչված դերասան Արթուր Կարապետյանի մասնակցությամբ հայ դասականների սիրված ստեղծագործությունների ընթերցումներ Դաշնամուրի եւ Թավջութակի ուղեկցությամբ։ Փետրվարի 19-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում։ Առաջիկա օրերի միջոցառումներից այսքանն ենք առանձնացրել։ Սպասվող հետաքրքիր իրադարձությունների նոր ցանկով սպասեք մեզ ուղիղ մեկ շաբաթից։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։